Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի գործով նիստը փաստաբանների միջնորդությամբ հետաձգվել է Սահմանադրական դատարանի օրերս հրապարակված որոշմամբ պայմանավորված։ Դատարանը ապօրինի գույքի բռնականցման օրենքը սահմանադրական է համարել, բայց ընդգծել, որ բռնականցման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնը ստանձնելուց հետո եւ որը կապ ունի հանցանքի հետ։ Ապօրինի գույքի գործով Քոչարյանից 22 անշարժ գույք է պահանջվում, այդ թվում 4 միլիարդ 31 միլիոն դրամ արժողությամբ առանձնատունը։ Վերաքննիչը դատարանը բավարարել է դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սերժ Սարգսյանի եւ մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։ Այդ մասին հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Սերժ Սարգսյանը մեղադրյալ էր պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել էր, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Վարդան Ղուկասյանի գործով նիստին դատարանը հետազոտել է 4 հողամասերի օտարման դրվագները, որոնք ընդգրկված են եղել հողային օրենսգրքի սահմանափակումների ցանկում։ Ընդհանուր օգտագործման տարածքները ենթակա չէին սեփականաշնորհման։ Նրան մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով։ Ընտրակաշարք տալու, ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու համար մեղադրվող 4 անձի վերաբերյալ 2 քրեական վարույթներն ուղարկվել են դատարան։ Պարզվել է, որ Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գյումրու բնակչին խոստացել է անհրաժեշտ գումար տրամադրելու եղանակով ֆինանսավորել նրա կողմից ղեկավարվող պարային խմբի մասնակիցների հագուստների պատրաստման եւ ձեռքբերման գործընթացը։ Միաժամանակ խոստանալով ցուցակագրել պարային խմբի կահավորման համար անհրաժեշտ այլ ծախսերը կուսակցության միջոցների հաշվին դրանք ապահովելու նպատակով։ Մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Գյումրու բնակիչը որոշ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցելու եւ իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար 2 ընտրողի որպես ընտրակաշարք խոստացել եւ առաջարկել է դրամական միջոց։ Վերջիններս ընդունել են առաջարկը խոստանալով նշված ընտրակաշարքի դիմաց քվեարկել տվյալ կուսակցությունների դաշինքի օգտին։ Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է։ Հերքում մարտի 22-ին հրապարակված տեսանյութում տեղեկություն էինք տարածել այն մասին, թե Չարենցավանի դպրոցի նախկին տնօրեն Աննա Բալյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել դպրոցական սննդի ծրագրում ու ֆինանսական այլ գործարքներում չարաշահումների համար։ Ավելի ուշ Free News-ը հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացավ, որ այս չարաշահումների վերաբերյալ վարույթ առկա է, սակայն գործով դեռևս որևէ մեղադրյալ չկա։ Հետևաբար Չարենցավանի դպրոցի նախկին տնօրեն Աննա Բալյանի դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվել։